Մեր արդեն փակում եք։ Այսինքն քրիստոնյա մարդու արժե, մեր առաջնորդանի դուրը փակում եք։ Չէ, արձանագրենք փաստը, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդների արժև դուրը դրմփոցով, շրխկոցով փակվում է։ Նիկոլի ժողովրդավար հորջորջվող երկրում, այսինքն բռնապետություն է։ Լսեք, ես ձեզ ասեմ։ 2 տարի հետո մահմեդություն է այս երկրում բռնելու, քրիստոնեություն չենք թողնելու, իրենք ամեն ինչ անելու են, բայց չենք թողնելու։ Մահմեդականությունն է տարածվելու այս երկրում։ 2 տարուց հետո սրանք մսկիթներն են պահելու, սրանք չեն հասկանում, որ Մերոնը դուք քրիստոնյա եք, Մերոն ունեք ձեր ճակատին, պարոն Փողգնդապետ, Մերոն ունեք ձեր ճակատին։ Ամեն ինչ ունենք, կներեք։ Ունեք, խնդրում եմ, էլի մի խոչընդոտեք։ Մի խոչընդոտեք։ Մի խոչընդոտեք։ Հիմա ներսում քննչական գործողություն է կատարվում։ Հասկացա։ Հիմա դուք ներս չեք կարող մտնել, որտեղ ես որևէ բան չեմ կարող։ Ասեք, ես ինչով եմ խոչընդոտելու։ Որտեղ գործողություն է կատարվում, որտեղ Ինչ գործողություն։ Պարզ թափանցիկ խոսեք հանրության հետ։ Պարզ թափանցիկ խոսեք։ Ես ասեցի 2018 թվականին, երբ որ մարդիկ քացով կոտրում էին ռադիոտան շենքը, այն ժամանակ դուք լռում էիք եւ որևէ մեկին չէիք ձեռքակալում։ Մի րոպե, դուք հասարակական կարգինչի չէիք պահում 2018-ին, երբ որ ռադիոտան շենքի վրա գրոհ էր իրականում ու քացով բացում էին դուռը։ Հիմա առաջնորդարանի դուռը ինչ է փակել, ինչ իրավունքով։ Գրավոր փաստաթուղթ, ինչ է հիմք է, որ փակել եք առաջնորդարանի դուռը իմ առջև։ Պարոն Փողգնդապետ, դուք մկրտված եք։ Ով է ասել։ Ես եմ ասում, որ քննչական գործողությունը կատարում իրավունք ունեք։ Խնդրում եմ ինձ հիմք տվեք։ Ինչի հիմքի, ինչ հիմքի վրա եք սահմանափակում իմ ազատ տեղաշարժի իրավունքը։ Մի րոպե, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ ազատ տեղաշարժի, հավատքի, խոսքի, կարծիքի իրավունք։ Ինչ եք սահմանափակում, ինչ իրավունքով։ Խնդրում եմ ինձ փաստացի բան։ Ես հարցերն չեմ պատասխանի, ես ասեցի, որ գործողությունը Իսկ կա կոմպետենտ մեկը ներսում։ Դուրս կգանք պատասխաներ կոմպետենտ։ Բայց կա այդ կոմպետենտը որ գա։ Ես խնդրում եմ հրավիրել։ Ավարտեցին դովերին Փողգնդապետ, իսկ ասպատակությունը ինչ հիմքով։ Այո, սա ինչա՞ որևէ մեկը կա։ Ընթերականներ կան։ Իսկ մենք ինչ հիմք ունենք կարծելու, չկասկածելու, ես իրավունք ունեմ, չկասկածելու, որ հիմա այնտեղ ես ինչեր եք կարող եք ներդնել, հետո ասել, որ այնտեղ են գտել։ Ընթերականներ կան։ Չգիտենք պոլիփեդ, ասենք, չգիտեմ։ Ցախավել, գրիչ, բմբուլ, որից վախենում են էլի ձեր հրահանգողները, ամենագերագույնները։ Եկի կարձանագրենք, որ ստեղ ոչ թե ինչ-որ օրենքով բան է կատարվում, այլ հանցագործություն է կատարվում։ Կարելի է։ Այն կողմից կա դու։ Չէ։ Ո՞վ է, սա մի հատ հասկանանք։ Հա, այո։ Ախր, ինձ մի բան է հետաքրքրում, դուք ընտանիք մեծ, երեխա թող չունեք, չեք վախենում այս անեծքը, որ ձեր Որևէ խայածնվում չեք ասում, փառք Աստծո։ Դուք չեք հասկանում, Երբևէ եկեղեցի մտած կա։ նզով կա գալի։ Դուք սրանից վատ չեք զգում լավ։ Ախր մեղք եք։ Ես հիմա հազանգում եմ 102, գիտեք, որ սահմանափակել եք առաջնորդարան մտնելու իմ իրավունքը որպես հայ քրիստոնյա։ Վրա մեղք եք, բախտը գալու է ամեն մեկի տնից մի հատ հարազատ հանեն, սենց ոնց կարելի է, բա դուք այս անասունների խելքին եք ընկել, չեք հասկանում, ինչ եք վերում ձեր ընտանիքների վրա։ 102 այդքան զբաղված է, ոչ չի պատասխանում։ Չեք մտածում, արա մի 2 կոպեկ աշխատավարձի համար այդ նզովքը ձեր վրա եք վերցնում, որ ձեր տնից դագաղներ դուրս գան վաղը, հա, Աստծու պատժի։ Չեք համաչում այլ։ Ինչ է նշանակում ոստիկանությունը չի պատասխանում զանգերին, ինչ է նշանակում։